Արև ձեզ հարգելի համաքաղաքացիներ, նոր լուրերից տեղեկացա, որ Տարոն Մարգարյանին անձեռնմխելությունից զրկելու ուղղությամբ գործընթաց է սկսվել։ Ժողովուրդ ամոթ է ուղղակի։ Այս իրավապահները բանուգործները թողի ընկել են չգիտեմ որերորդական զբաղմունքների հետևից։ Տարոն Մարգարյանը եղել է եւ հիշվելու է որպես Երևանի լավագույն քաղաքապետ։ Ինչու՞, որովհետեւ Տարոն Մարգարյանի օրոք, որ Երևանում անձրև էր տեղում, Երևանը նավահանգստի չէր վերածվում։ Տարոն Մարգարյանի օրոք, որ Երևանում ձյուն էր տեղում, Երևանը անտեր սահադաշտի չէր վերածվում։ Տարոն Մարգարյանի օրոք, որ Երևանի փողոցները բարեկարգվում էին, լուսավորվում էր Երևանը, մոռացել եք։ Տարոն Մարգարյանի օրոք, հենց հիմա մեր բալկոնից նայում եմ, բուսաբանական այգին չի ոչնչացվել։ Այդ մարդը իրանից կախված ամեն հնարավոր բան արել է, որպեսզի Երևանը լինի բարեկարգ, որպեսզի մենք չհամաչենք Երևան այցելող զբոսաշրջիկների առաջ։ Չհաշված այն, որ ինքը արժանավոր մարդու արժանավոր զավակ է, այս ում հետևից է կնգել, թողած իրական հանցագործներին։ Եվ վերջապես մի հարց իրավապահներին։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնական անփութության համար։ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 2011-ից 2018 թվականներին։ Այսինքն ինքը արդեն 7 տարի է Երևանի քաղաքապետ չէ։ Իսկ դուք 7 տարի է իշխանության եք։ Բա այ իբր թե իրավապաշտներ։ Բայց 7 տարվա մեջ, եթե Տարոն Մարգարյանը իրականում հանցագործ էր, այս ինչի եք դուք պաշտոնական անփութություն դրսևորել։ Որովհետև Տարոն Մարգարյանը իրականում հանցագործ չէ։ Եվ ստեղ պարզ է շարժառիթը ինչն է։ Նախընտրական տարի է, պետք է փորձել զսպաշապիկ հագցնել այն մարդկանց, ովքեր ունեն հանրային հեղինակություն եւ այս իշխանությունների տակ չեն թպրտում եւ չեն սողում։ Այս սա է շարժառիթը։